Իդեպ Եվրամիությունը իր այդ վատթար վիճակում պատրաստ է Հայաստանին մեծ գումարներ տալ, միայն նրա համար, եթե իրենք միանան հակառուսաստանյան պատժամիջոցներին, հա։ Կալասը, Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ուղիղ հայտարարեց այդ մասին։ Իսկ Մարտակոսը, Եվրամիության լայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարը, առաջարկում է մեծ գումարներ նրա դիմաց, որ ընտրություններում դրսից ազդեցություն չլինի, այսինքն իրենց կարելի է մյուսներին ոչ ազդեցություն ունենալ այդ ընտրությունների վրա։ Այսինքն Եվրամիությունը ուղղակիորեն փորձում է ներթափանցել եւ խառնվել հայաստանյան ընտրություններին։ Միանշանակ է, ասենք, անթակույց։ Ասում եմ, ես քեզ այսքան փող կտամ, որպեսզի անցնեն այն կուսակցությունները, որոնք ինձ պետք են որ անցնեն։ Սա ավելի անթակույց, ավելի թափանցիկ, ուրեմն ներքին քաղաքական, ներքին գործերի խառնվելու չի լինում պարզապես էլ հնարավոր չէ պատկերացնել, բայց տեսեք, որ Նիկոլա նմանները եւ այդ թայֆան եւ իրենց աջակցող այդ արևմուտքի ոտքերը լզող եւ պատվերները կատարող այդ գերդագյուդաները ուղղակի հրճվում են, որ $15 միլիոն Եվրոպայի համար փոքր գումար է, բայց Հայաստանի համար մեծ գումար է։ Այդ գումարը կարող են ստանալ, ուտել, ուրեմն զղթկվել այդ 15 միլիոնով, իրար մեջ հեսակ սկսել կռվել, ով ավելի հակառուսական, որպես ավելի շատ այդ փողից ստանա եւ այլ։ Բայց փաստը մնում է փաստ։ Եվրամիությունը խառնվում է Հայաստանի ներքին գործերին, խառնվում է ընտրություններին, արդեն իսկ կարելի է ասել, եթե այդ գումարը եկավ Հայաստան, այդ ընտրությունները ապօրինի են, լեգիտիմ չեն եւ այդ ընտրությունների արդյունքները պետք է արդեն այս գլխից կարելի ասել, որ սրանք գնված Եվրոպայի կողմից գնված 15 միլիոնով գնված ընտրություններ են։